հավաքվել ենք մեր բողոքի, այսպես ասած, ակցիան իրականացնելու, որովհետև 2 ամիս առաջ կառավարությունը խոստացել է, որ սոցիալական ծրագրերի մասով արցախցիներին տրամադրվող ծրագրերի մասով պետք է լավարկումներ աներ, մասնավորապես բնակապահովման ծրագրի հետ կապված, սակայն մենք տեսանք, որ լավարկումներ արվեցին միայն բնապահպանական ծրագրում, այն կետերի շուրջ, որոնք էական որևէ դրական արդյունք չեն կարող ապահովել, այսինքն մարդկանց վիճակը որևէ ձև չի կարող բարելավել, ավելացրել են մեկ շնչի հաշվող տրամադրվող սերտիֆիկատի շեմը որոշ բնակավայրերում, մոտավոր 183 բնակավայրերում, բայց դրանք այն բնակավայրերն են, որտեղ կա զբաղվածության լուրջ խնդիր, տեղի բնակիչները իրենք չեն կարողանում գտնել աշխատանք, այսինքն բարձրացնելով շեմ ու չլուծել զբաղվածության խնդիր, սա որևէ դրական փոփոխություն չեն կարող համարել եւ փաստացի ամսի 23-ին տրամադրվելու է վերջին բնակապահովման բնակվարձի վճարը եւ դրանից հետո արդեն մարդիկ տարակուսում են, թե ինչ են անելու, որովհետեւ չկան այն խոստացված լավարկումները եւ փոխարենը դադարեցված է ծրագիրը Եվ կարծում եմ, որ սա այն մինիմալն է, որ կառավարությունը պետք է անի տեղահանվածների համար, սա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ պարտականություն, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորը հենց Հայաստանի Հանրապետությունն է եւ այդ փախստականի վկայականը լոկ թուղթ չէ, այն իրենից ներկայացնում է պարտականություններ եւ առաջին պարտականությունը դա ապաստարանի հարցի լուծումն է, որը 2 տարի շարունակ կառավարությունը չի կարողանում այնպիսի մի ծրագիր մշակել, որ գոնե բնակչության չեմ ասում կեսն էլ չի օգտվել, սա մի խայտառակ իրավիճակ է եւ չգիտենք էլ նույնիսկ ուրիշ ինչ մեթոդի դիմել, որ կառավարությունը աչալուրջ լինի այս հարցին։ Բնակվարձը խոսքը 40+10 աջակցության մասին է։ 40+10 այս 2 ամիսը 10-ն են կրճատել, տրամադրել է միայն 40,000։ Հիմա ամսի 23-ից այդ 40-ն էլ այլևս չի լինելու։ Հայտարարություն են տարածել, որ 23-ին են տրամադրելու վերջին աջակցությունը։ Ասում են, որ հուլիսից այլևս այդ աջակցությունը չի լինելու։ Հունիսի 23-ին ստանալու ենք մայիս ամսվա աջակցությունը։ Մարդիկ նույնիսկ այստեղ հավաքվածների ում հետ խոսում են, ասում են, որ տանտերերը արդեն գալիս են, վարձն են ուզում, մարդիկ կան, որ արդեն տնից են հանել։ Նույնիսկ այս մեթոդով կառավարությունը փորձում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ էլ ավելի իրենց ճնշված զգան ու Եվ ստացվում է իրենց մոտ նույնիսկ պառակտել բնակչությանը հասարակության մեջ, որովհետև արդեն ցավոք մարդիկ չգիտեն ում վստահել, ում հավատալ, ում կոչին դուրս գալ։ Այսինքն մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու արդեն հուլիս ամսին, որ այդ դեպքում չեն ստանալու հունիսի համար, հա, նախատեսվում։ Այո։